Չգիտեմ դուք ինչպես, բայց մենք չենք էլ նկատում, թե ինչպես է անցնում մեկ շաբաթը եւ մենք կրկին ողջունում ենք ձեզ բոլորիդ։ Բայց դա մեծ հնարավորություն է տալիս հերթական անգամ նոր հյուրի ներկայացնել, որը այսօր ջրացած կորտ է Grand Prix արծաթե մեդալակիր Հայաստանի հավաքականի նախկին անդամ Ազատ Հարությունյանը։ Ողջույն Ազատ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Մինչ Ազատին հարցեր ուղղելը մեզ հետևողներին ասենք, որ Ազատը, նրա եղբայր Վլադիմիրը եւ Լև Սարգսյանը մեր այն ջրացածկորտներն էին, որոնք անկախ Հայաստանի պատմության մեջ պատմություն կերտեցին, ցավոք սրտի ոնց որ գոնե մինչ այս պահը դա ավարտված է, Վլադիմիրն ու Լևը Եվրոպայի առաջնությունում նվաճեցին առաջին եւ դեռևս միակ անկախ Հայաստանի բրոնզե մեդալը, իսկ դու եւ եղբայրդ բազմաթիվ անգամ եզրափակիչներ դուրս եկաք եւ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում։ Սկսենք նրանից, որ դեռևս մանկուց ես եւ եղբայրս որ սկսեցինք զբաղվել այս սպորտաձևով, ոչ մեկ մենք չենք լսել այս սպորտաձևի մասին, մեզ միտքը այն էր, որ մենք գնայինք ուղղակի լողով զբաղվենք եւ լողանալ սովորենք, որովհետեւ մեր հայրը կարծում էր, որ լողալ իմանալը շատ կարեւոր բարագաներից մեկն է մարդու կյանքում ու ընթացքում մեր մարզիչը որոշեց, որ մենք պետքա սկսենք սպորտով զբաղվել եւ մենք էլ ենք ցանկանում մասնակցել ինչ-որ միջազգային տուրնիրների ու փոքր տարիքից, երբ որ մենք սկսեցինք զբաղվել, բավականին լավ արդյունքներ էինք ցուցաբերում ու երբ արդեն եւ սկսվավ արդեն այդ տարիքը, որ պետք է արդեն մրցումների մասնակցենք եւ այլն, քանի որ Հայաստանի Հանրապետությունում այդքան լողավազաններ չկան եւ մարզաբազաներ չկան, որ կարող է ջրացածքով զբաղվել, ընդամենը մի հատ մարզաբազա կա, դա Դավիթ Ամբարձումյանինն է։ Ու մենք սկսեցինք այնտեղ մասնակցել արդեն Հայաստանի առաջնություններին։ Այդպես սկսվեց։ Հա, այդպես սկսվեց ու արդեն 8-9 տարեկանում մենք նաև մասնակցում էինք միջազգային ինչ-որ տուրնիրների, որը որ մեր տարիքային խմբերում կազմակերպվում էր, ասենք, ամենաառաջին մրցումները եղել է Հունաստանում ու հենց առաջին մրցումներին այդ ժամանակ հենց եղբայրս այդքան լավ չէր մասնակցում ինչքան ես, այսինքն փոքր տարիքում իմ արդյունքները ավելի լավն էին, քան եղբորինս, բայց գնալով երբ որ դու տարիքով մեծանում ես, այսինքն գա մեր սպորտաձևում կան տարբեր տարիքային խմբեր, որը որ Եվրոպայի առաջնություններում կան, ինչպես նաև այլ սպորտաձևերում, օրինակ մինչև 14 տարեկան, 14-ից 18 տարեկան, հետո մեծահասակներ ու մինչև 14 տարեկանում ես ավելի շատ փորձ էի ձեռք բերել, քան եղբայրս, բայց հետո երբ որ 14 տարեկանում սկսեցինք մասնակցելը, ավելի մեծացաք, պատանի տարիք գնացիք, ավելի մեծ։ Նա եկավ քեզ անցավ։ Եվ նա եկավ ինձ անցավ, որովհետև այդ ընթացքում արդեն նաև մենք բազմաթիվ մարզիչներ փոխեցինք եւ կցանկանամ շեշտել, որ միակ մարզիչը, որ մեզ ու հասկանում էր սպորտի հիմնախնդիրները, դա Հրաչյա Չանդիրյանն էր ու Հրաչյա Չանդիրյանի ներքո մենք կարողացանք Հայաստանի ջրացածքը, Հայաստանի պատմության մեջ ջրացածքը ինչ-որ մի հստակ արդյունքի բերել, այսինքն ինքը հասկանում էր, թե ինչ հիմնախնդիրներ ունի ջրացածքը ու ինչ կարելի է անել, որ այդ հիմնախնդիրները լուծվի։ Եվ Ազատ, չնայած քո նշած բազմաթիվ դժվարություններին, խնդիրներին, լողավազանների ու մարզադպրոցների բացակայությանը, ի՞նչն էր ձեզ օգնում, որ այդ ամենը անտեսեք եւ կարողանաք միջազգային մակարդակում այդքան լավ ելույթներ ունենաք։ Առաջինը մեզ ներշնչում էր հենց ինքը միտքը, որ դու կարող ես սպորտով ինչ-որ մի բանի հասնել ու նաև ճանաչվել հայ ազգի կողմից, բայց երկրորդ դրա հետ մեկտեղ երբ որ մենք գնում ենք մրցումների, այսինքն ես փոքր տարիքից ես թե եղբայրս նայում ենք եւ հիանում ենք այլ սպորտաձևերով, այլ սպորտաձևերի, որ մեր մարզիկները գնում էին այլ երկրներ ու տեսնում էր, որ մեր Հայաստանի դրոշը ամենաբարձրն է մնացած դրոշների համեմատ, այսինքն երբ գնում են օրինակ ըմբշամարտի մեջ երբ մարդիկ գնում երբ մեր մարզիկները գնում էին, նրանք հստակ ֆավորիտներ էին հանդիսանում ու միշտ ինչ որ մի այնպիսի արդյունք են բերում, որ մեր ազգին թե համաշխարհային մակարդակում, թե Հայաստանի Հանրապետության մեջ մեր մարզիկներին ճանաչում էին ձեռք բերում ու մենք միշտ երազել ենք առաջնային այդ ճանաչումը ձեռք բերել, բայց բացի ճանաչումից մենք միշտ երազել ենք տարբեր զրույցներ ունենալով թե մեր մարզիչի հետ, որ մեր դրոշը պետք է բարձր ծածանվի տարբեր երկրներում, միշտ այդ ինչ որ մի մոտիվացիա է տվել մեզ։ Բայց արդյոք դա քիչ չէ, Վլադիմիր, մենք բազմիցս են եղել Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանում եւ ցավոք սրտի բացարձակ ոչ մի պայման չկա, թե մարզումային, թե լողավազանում, թե մինչ լողավազան մտնելը ջրացածկորտի համար։ Միայն դրոշը բարձր պահելը արդյոք բավարար է։
այն մեդալներին, որոնք դուք նվաճել եք։ Անձնական նպատակներից մեկը միշտ օլիմպիական խաղերին մասնակցելն էր։ Իհարկե օլիմպիական խաղերին ես անձամբ այդպես էլ չմասնակցեցի, ինչպես նաև եղբայրս այդպես էլ չմասնակցեց, բայց մենք մասնակցել ենք օրինակ համաշխարհային օլիմպիական խաղերի պես ինչ մրցույթ, որ տեղի ունեցել Թայվանում, այսինքն ունիվերսիադաներ, ուսանողական համաշխարհային օլիմպիական խաղերը, եւ այնտեղ էլ բավականին լավ արդյունք ենք ցուցադրել, այսինքն մենք ընկել ենք ամբողջ համաշխարհային համալսարանական խաղերում 6-րդ տեղն ենք զույգ կրկին սինխրոն ցածկերով զբաղեցրել, բայց ես կցանկանամ մի փոքր խոսել նաեւ ջրացածկի խնդիրներից, այսինքն նոր դուք ասում եք, որ կա այդ մարզաբազա հասկացողությունը ու մարզաբազայի հիմունքները, եթե մենք հենց հիմա տեղափոխվենք ինչ-որ մի այլ երկիր, օրինակ մենք միշտ գնում ենք Բելարուսիա, Ռուսաստան, Ուկրաինայել ենք ժամանակին գնացել միջև պատերազմը զբորների ինչ-որ մրցումների ու այնտեղի մարզաբազաները, եթե մենք համեմատենք Հայաստանի Հանրապետության մարզաբազաների հետ, բավականին տարբերություն կա, այսինքն մենք պարապում ենք նաև ներկայումս երեխաները, ովքեր որ պարապում են դերևս ջրածածկը չի մահացել Հայաստանում, բայց տարվում է էլի դեպի դրան, որ կամաց ես ինչ նկատում եմ, մեն էլ կասեմ, էլի կամաց տարվում է դեպի դրան, չնայած Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունի 7 տարբեր ջրային մարզաձև, լողը, ջրածածկը, ջրագնդակը, սինխրոն լողը, այսինքն որը որ աղջիկները պարում են, ինչպես նաև բաց լողը, որը որ կատարվում է օրինակ Սևանում, եւ նաև արդեն գոյություն ունի 7-րդ ձևը, որը որ կոչվում է high diving, ավելի բարձր մետրերից թռնելը, ցատկելը։ Լողը միակ ջրածածկը միակն է եղել, որ ինչ որ արդյունք է ցուցաբերել, այսինքն այն արդյունքները, որի մասին որ մենք հիմա խոսում ենք, դրանք ֆանտաստիկ արդյունքներ են, թե մեդալները, որը որ շեշտվեց Վլադիմիր Եվլևի Եվրոպայի առաջին առաջին մեդալը, մինչ այդ Վլադիմիրը մատանեկան առաջի անգամ պատանեկանում է բերել մեդալ Եվրոպայի առաջնությունից, ինչպես նաև մինչև այդ ես աշխարհի առաջնությունում գրավել եմ 6-րդ տեղը եւ դա կրկին ֆանտաստիկ արդյունք է, այսինքն ամբողջ աշխարհում պատանեկան մրցումներին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը ընկնում է լավագույն 6-ակի մեջ, դրանք ֆանտաստիկ արդյունքներ են, որի մասին մենք կարող ենք խոսել, բայց մարզաբազայի հիմունքով Դավիթ Համբարձումյանի մարզաբազան երևի կառուցվել է 1970-ականներին կամ 80-ականներին ու միջորս ոչ մի փոփոխություն չի եղել այնտեղ, այսինքն ջրածածկը եթե սկսենք հասկանալ թե ինչ է ջրածածկը սկսվում է լողազանից դուրս այո, ինչ որ զալից, ասենց ասած, ու զալում կատարվում է 70% աշխատանքը, մնացած 30% աշխատանքը կատարվում է ջրում։ Ու եթե մենք չունենանք հստակ ինչ որ կոնկրետ մարզաբազա, մենք չենք կարող նաև առաջ գնալ։ Իսկ այն ժամանակի ընթացքում, երբ մենք փոքր ենք եղել, մենք կարողանում ենք մենք ինչ որ մրցումների երբ որ գնում ենք ես եղբայրս Լևը, մենք համարվում ենք հստակ ֆավորիտ։ Հաշվի առնելով այդ ժամանակ, որ դեռ ջրածածկը բավականին առաջ չէր գնացել, այսինքն մարզաբազաները այնպիսին են, ինչպիսին մերը, էլի։ Ու մենք հստակ ֆավորիտներ ենք համարում, ներկայիս դրությամբ մենք ֆավորիտ չենք համարվում այլևս սպորտաձևում, այսինքն մեր երեխաները գնում են մրցումներին, նրանց լուրջ չեն վերաբերվում որպես մրցակիցներ չեն դիտարկում։ Մրցակից, այո։ Դա մարզաբազայի ամենաառաջնայինը մարզաբազայի խնդիրն է։ Երկրորդ խնդիրը ինձ թվում է, որ ոչ միայն ջրածածկում է, այլև բոլոր սպորտաձևերում, այսինքն հստակ տարիքային սահման կա, երբ որ դու գալիս ես հասնում ես այսինքն 20-21 եւ մտնում ես արդեն մեծ կյանք, գալիս է գումարային խնդիրը, այսինքն գումարային խնդիրը այնքանով, որ մեկը ես իմ վրա վերցնելով ես տղա եմ եւ պետք է ընտանիք պահեմ կամ ընտանիք կառուցեմ ու թերևս 2014-15 թվականներին այդ կրթած թոշակը, որը որ ստանում էին մարզիկները, ընդամենը 60000 էր, հիմա չգիտեմ իհարկե գումարային չափը, շփվելով տարբեր մարզիկների հետ, դեռևս այդ կապը կա, լսել եմ, որ 120-150 000 է, ինձ թվում է իմ հետ կհամաձայնեք, որ 120-150 000 թոշակ ստանալով դա մարզիկի համար ոչ միգուցե աղջիկների համար ինչ-որ միտեղ ինչ-որ բան կարափոխի, բայց դժվար տղաների համար ինչ-որ մի բան կարափոխի ու սա ընդհանուր հիմնախնդիր է Հայաստանի սպորտերի մեջ։ Իհարկե Գագիկ Ծառուկյանը միշտ ինչ-որ մի ձև օգտակար լինում է բոլոր սպորտսմեններին, չեմ կարող դա չշեշտել, բայց ընդհանուր առմամբ պետական մակարդակով դա հիմնախնդիրներից եւս մեկն է հանդիսանում, իսկ ընդհանուր առմամբ ջրածածկի հետ կապված, օրինակ տեսեք լողի մասին որ խոսենք, լողում իհարկե կան լավ մարզիկներ եւ փայլուն մարզիկներ, որոնց ես անձամբ ճանաչում եմ, բայց նրանք հիմնականում գրավում են 50-րդ, 60-րդ տեղերը,
իհարկե դա նրանց համար կարող է լավ արդյունքներ, բայց երբ որ մենք գնում ենք ինչ-որ մի մրցումների ու մենք օրինակ ընկնում ենք նույնիսկ ֆինալում չենք կարողանում ներկայանալ, դա մեր համար արդեն շատ վատ է։ Չնայած դրան լողը ունի բավականին շատ սպորտ բազաներ, մեկը Ծաղկաձորի սպորտ բազան, որը որ օլիմպիական սպորտ բազա է համարվում, կարող եմ նաև ասել, որ Grand Sport-ը կա, Gold Gym-ը կա, այսինքն տարբեր սպորտ բազաներ լողի համար դեռևս կան, որ կարող են ինչ-որ մի հիմք փոփոխել լողի մեջ, բայց ջրացածքի համար ընդամենը այդ մի սպորտ բազան է, որը որ հենց այս պահի դրությամբ շատ վատ իրավիճակում է։ Այսինքն ինչ 20 տարի առաջ, թե ինչ ներկայիս դրությամբ ու ընդհանուր առմամբ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, եթե այս նստարանի վրա նստենք 20 տարի, բնականաբար ինքը կսկսի ճռալը, ճիշտ է։ Նույնը սպորտ բազայի ու ավելի վատ կարգավիճակով կարող եմ ներկայացնել դա, էլի, լինի թե զալը, թե հենց ջրային սահմանը, էլի։ Մենք եղել ենք ձեր մարզահենց-սրահում, որը մարզասրահ անվանել երևի թե չի կարելի, որովհետև ինչ մարզասրահ առանց սարքերի եւ փաստորեն ինչ պետք է դուք անեիք, բայց դուք փաստորեն անում էիք եւ կարողանում եք արդյունքներ բերել։ Ինչու դա ընդհատվեց, ինչու չեղավ աջակցություն պետության կողմից, ինչու թեկուզ ֆեդերացիան չարեց այնպես, որ այդ ամենը շարունակություն ունենա։ Ճիշտն ասած իմ լավ հիշողությունով կարող եմ ասել, որ ֆեդերացիան ամեն ինչ անում է, միջև որս էլ անում է, ու դա գալիս է ընդհանուր առմամբ յուրաքանչյուր սպորտաձևի ինչ որ մի բյուջե են տրամադրում, չէ՞, տարեկան կտրվածքով, որպեսզի մարզիկները թե կարողանան գնալ տարբեր սպորտ բազաներ մասնակցելու ինչ որ բազային պարապմունքների, թե մրցումների, իսկ Հայաստանի Հանրապետությունը հենց ջրացածքին կոնկրետ այդքան բյուջե չի ներկայացնում, այսինքն թե մարզիչը, թե մեր գլխավոր մարզիչը, թե ֆեդերացիայի նախագահ պարոն Ղազարյանը տարբեր կետերից փորձում են ինչ-որ գումարներ հայթայթել եւ մեզ այն ժամանակ ես հիշում եմ դա, էլի մեզ տարբեր տեղերից հրավիրում էին, նույնիսկ հրավիրում էին անվճար, որպեսզի մենք մասնակցեինք, այսինքն ես չեմ կարող դրան ուրանալ, օրինակ Ռուսաստանի, Բելարուսիայի հավաքականները մեզ անվճար հրավերներ էին կատարում, ասում են եկեք, մենք ձեզ սպորտ բազայի գումարը կարող եք չտալ, բայց ձեր մնալու գումարները դուք ձեր մեջ որոշեք եւ եկեք կարող եք ինչքան ուզում եք պարապել։ Ու նույնիսկ մրցումներին, որ մենք գնում ենք, հիմա օրինակ երբ որ ըմբիշները կամ ծանամարտիկները գնում են մրցումների, նրանց հետ բնականաբար գնում է ինչ-որ մի սպորտային բժիշկ, ճիշտ է, մենք չունենք այդ սպորտային բժիշկը, այսինքն մենք գնում ենք մրցումների, այնտեղ ասված չանի ինչ-որ տրավմա լինի, մենք մեր գլխի տերն ենք, իհարկե մեզ Ռուսաստանի հավաքականի գլխավոր այդ բժիշկները, Ուկրաինայի հավաքականի բժիշկները, Բելարուսիայի, այսինքն մեր այդ ծանոթները միշտ առանց ինչ-որ մի բանի միշտ օգնեն, իհարկե մենք մեր շնորհակալությունը միշտ իրենց հայտնում ենք, բայց դա այդքան էլ էական չի, այսինքն մենք գնում ենք ինչ-որ մի բանի, որտեղ որ կարող է ինչ-որ մի խնդիր առաջանալ, որի խնդրի լուծումը չկա։ Տարբեր բաներ կարող են լինել, օրինակ խնդրի լուծումներից մեկից, խնդիրներից մյուսը մրցումները երբ որ սկսվում է, օրինակ մենք ունենք թե բաց, թե փակ լողավազաններ, այսինքն գոյություն ունեն մեր Հայաստանի Հանրապետություն գոյություն ունի միակ լողավազանը, որը որ փակ է համարվում, բաց լողավազան կա Դինամոյում չէ, Ծաղկաձորի սպորտ բազան, որը ժամանակին կառուցվել էր հատուկ օլիմպիական խաղերի համար, կարծեմ, եթե ես ճիշտ եմ հիշում, ու բավականին լավ ֆանտաստիկ սպորտ բազա եղել, որը որ հիմա գոյություն չունի, այսինքն գոյություն Դինամոյում էլ ա եղել բաց լողավազան ու հիմա էլ գոյություն չունի։ Երևանում էլ են եղել մի քանի տարբեր ներկայումս գոյություն ունի ջրացածքին, այսինքն լողի շենք ասում, ջրացածքից ենք խոսում։ Ու երբ որ դու փակ լողավազանից տեղափոխվում ես բաց լողավազան, դա մի տարբեր, այո, հսկայական փոփոխություն է, այսինքն երբ որ ջուրը կապույտ է ու երկինքն էլ է կապույտ, դու կարող ես խառնել այդ ամեն ինչը, ժամանակ է պետք, որ ինչ-որ մի ձև մասնակցես, սովորես, այսինքն գոնե մի 2-3 կամ 4 օր, որ դու ընտելանաս այդ միջավայրին։ Ես հիշում եմ 2016 թվականը Եվրոպայի առաջնություն, մեր ամենավերջի Եվրոպայի առաջնությունն էր, այսինքն պատանեկան էլի մակարդակով, ու այդ ժամանակ այսինքն մրցումները սկսվում է ամսի 1-ին, բոլոր աշխարհի բոլոր երկրներից, Եվրոպայի բոլոր երկրներից գալիս են ամսի 20-ին կամ 25-ին, մենք մեկնում ենք ամսի 27-ին կամ 28-ին, նոր այնտեղ ենք, իսկ 2 օր ժամանակ ենք ունենում, որ կարողանանք այդ ամեն ինչին մի հատ ընտելանանք։ Դա իրականում այդքան էլ բարդ չի, եթե դու մակարդակով լավ սպորտսմեն ես քեզ համարում, դա այդքան էլ բարդ չի, ու մենք չենք համարում դա բարդություն, բայց եկեք խոսենք սինխրոն լողից, այսինքն սինխրոն ցածկերից, որտեղից որ մեր մեդալները հիմնականում եկել է։ Մենք չունենք Հայաստանում սինխրոն ցածկերի հնարավորություն։ Ընդհանրապես չունենք։
թե տրամպլինի, թե վիշկայի, այսինքն թե 3 մետրանոցից, թե 10 մետրանոցից ընդհանրապես չունենք այդ հնարավորությունը։ Մարդիկ տարիներով պարապում են եւ հղկում են այդ ունակությունը, որպեսզի կարողանան գան մասնակցեն մրցումներին սինխրոնի հետ կապված ու ցուցաբերեն մաքսիմալ մոտիկ սինխրոն ցածկեր։ Մենք գնում ենք այնտեղ յուրաքանչյուր մրցումներին, լինի դա օրինակը բերեմ հենց Եվրոպայից, որտեղ որ մենք մեր մեդալը վերցրեցինք։ Նախ Լև Սարգսյանը գտնում էր Ռուսաստանում։ Միջև մրցումների սկիզբը, էլի, այսինքն Վլադիմիրը եւ Լևը ընդհանրապես հնարավորություն չունեին, այո, ընդհանրապես հնարավորություն չունեին միասին ինչ-որ մի ցածկեր բան կատարելու։ Լև Սարգսյանը գայս Հայաստան, մենք փորձում ենք ինչ-որ մի ձև գոնե այդ 1 մետրից ինչ-որ մի ձև փորձել հասկանալ ոնց պետք է գոնե սկիզբը դնենք։ Չկա հնարավորություն, սկսում ենք առանձին պարապելը, առանձին պարապում ենք։ Գնում ենք արդեն Եվրոպայացանը, ինչպես ասացի, բոլորը գայիս են 2 օր շուտ, մենք գնում ենք 2 օր ուշ ու ոչ մեկ չի համարում, որ մենք կարող ենք ինչ-որ մի մեդալ վերցնել։ Իհարկե, անհատական մակարդակով իրենք հասկանում են, որ մենք այդ հնարավորությունը ունենք, որ մենք կարող ենք մեդալ վերցնել, ինչու որ եւ ապացուցվեց, էլի, բայց դա ֆանտաստիկ է։ Այսինքն չի կարելի սпасել մարդուց մի բան, որը օրինակ կյանքում չի արել, չէ՞։ Նույնը պետական մակարդակով, բայց մենք անում ենք ամեն ինչը, ինչպես նաեւ թերևս հիմա, նույնիսկ հիմա կան Հայաստանի Հանրապետությունում լավ ջրացածկորտներ, ովքեր փորձում են պայքարել այդ ամեն ինչի համար։ Ես անձամբ մեկ-մեկ գնում եւ հետևում եմ այդ ամեն ինչին մեր մարզչի հետ։ Հիմա ինչ իրավիճակ է, տեղյակ ես, ինչ է կատարվում ջրացածկում, ուշադրությունը փոխվել է, միգուցե սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել։ Ճիշտն ասած, իմ կարծիքով ոչ մի ուշադրություն չի դարձվում, քանի որ այո, համարելով ինձ նախկին սպորտսմեն, բայց ես միշտ իմ սպորտաձևը երբեք չեմ մոռանա ու միշտ մեր հավաքականի թե գլխավոր մարզչի հետ, թե պարոն Ղազարյանի հետ միշտ կապի եմ եւ միշտ գնում եմ Լողավազան հետևելու երեխաների աշխատանքին, կիսվելու իմ նախկին փորձելով եւ այլն ու վերջ անգամ երևի գնացել եմ 1 ամիս առաջ ու 1 ամիս առաջ գնալով ավելի վատ կարգավիճակում էր, այսինքն եթե մեկ ժամանակին ունեինք հնարավորություն 7 մետրից ցածկելու, ներկայիս դրությամբ ես կվախենամ բարձրանամ 7 մետր ու փորձեմ ցածկել, որպեսզի հասկանաք ամեն մի աշտարակ ունի իր հստակ հաստությունը, օրինակ, այսքան գնալով պակասում է։ Գնալով պայքին կտրել են, ինչ որ չգիտեմ ինչ են արել, բայց եթե նայենք ու շատ կարևոր է 7 մետրը աշտարակացածկորտների համար, որովհետև մինչև բարձրանալ 10 մետր պետք է դու գոնե ինչ որ մի վարություն կատարես, օրինակ 7 մետրից, որպեսզի դու հասկանաս դու արդյոք պատրաստ ես 10 մետրից այդ ցածկը կատարելու։ Հիմա հիշեցի նաև, որ Օլիմպիադանում կառուցել էին մեր համար, այսինքն խոսակցությունները գնում էր, իհարկե կառուցվեց, բայց եթե մենք հենց հիմա գնանք Օլիմպիադան, կտեսնենք, որ միջև օրս այնտեղ տրամպլինները չկան, գոյություն չունեն։ Այսինքն գործնականորեն այնտեղ պարապել անհնարին է։ Պետք է, եթե միջև 10 մետր բարձրանալը մարզիկները պետք է փորձեն գոնե դա ավելի ցածրից, որովհետև միջազգային մակարդակի, եկեք մի հատ ներկայացնեմ, միջազգային մակարդակում միջազգային սպորտ բազաներում առաջինը գոյություն ունի զալը ու բավականին այնպիսի հարմարանքներով, այնպիսի գործիքներով, որի մասին որ մենք կերազենք մոտակա երևի մի 20 կամ 30 տարին։ Որ գոնե մոտավոր եմ ասում, թող լինի 50 տարի, այսինքն ես կարող եմ մահանամ կամ չլինեմ այս աշխարհում, նոր դրա մասին սկսեն մտածելը, բայց շատ առաջ չգնանք, էլի, շատ երկար չվանանենք։ 20-30 տարի մենք կարող է չունենանք այդպես սպորտ բազա, որը որ ջրացածկի համար կարա ինչ որ մի դեր խաղա ու Հայաստանում փոփոխություն ենթարկվի։ Հետո մեդիաները խոսում են հիմնականում այն սպորտաձևերից, որը որ մեդալներ ունեն, դա բնականաբար ճիշտ է ու ես վերջի երևի մի 6 տարին ինչ ես վերջացրել եմ այս սպորտաձևը, այլ չեմ հանդիսանում մարզիկ, չեմ լսել ջրացածկի մասին ինչ որ մի բան խոսալուց, լսել եմ մենակ Բիբիկինան մեդալ բերեց։ Այո, լսել եմ մենակ անցած տարի, երբ Ալեքսանդրա Բիբիկինան, որը ներկայումս հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի մարզիկ, Թուրքիայում բերեց արծաթե մեդալ Եվրոպայի առաջնությունից, որը որ կրկին մեծ նվաճում է ջրացածկի համար, բայց նա բերեց մեդալը, ընդամենը 2-3 անգամ ինչ որտեղ լսել եմ այդ դրա մասին, նույնիսկ անձամբ չեմ էլ կարծացել, չնայած սոցիալական հարթակներում փորձում եմ հետևել, տեսնել ինչ որ մի բան կկատարվեր, բայց 1-2 բան եմ տեսել, տող եմ տեսել դրա մասին ու վերջ։
ոչ մի այլ բան չեմ նկատել, իսկ սոցիալական հարթակներում ջրացածքի մասին ընդհանրապես խոսակցություն չի գնում, մարդիկ չգիտեն, 1-2 անգամ իմ հետ կատարվել է այդպես դեպք, որ կանգնում են, ասում են դու լողորդ ես, այսինքն լավ լողանալ գիտես, ասում եմ այո, լավ լողանալ գիտեմ, եթե ցատկում եմ 10 մետրից, բնականաբար պետք է ջրից դուրս գամ, որ հետո ելնեմ ու ցատկեմ, չէ՞, այսինքն մարդիկ չեն պատկերացնում դա ինչ է։ Մի քիչ պետք է սոցիալական հարթակները զարգացնել ջրացածքի համար, դա ես հիմնախնդիր եմ համարում, որ մարդիկ տեղեկացված լինեն, որ Հայաստանում գոնե այդ սպորտաձևը կա։ Միգուցե ինչ-որ մեկը կուզենա այդ իմանալով, կուզենա իր երեխային բերել եւ հանձնել ջրացածքի։ Մենք կադրեր չունենք, էլի։ Հետո հիմնախնդիրներից մեկը նաեւ մեր սպորտաձևում, ասենք լողում, դու կարաս ունենաս 30 հատ մարզիկ։ Մի մարզիչը կարող ունենա 30 հատ մարզիկ։ Ինչի հիմա ես չեմ զբաղվում ջրացածկով կամ չեմ ուզում լինել ջրացածքի մարզիչ, որովհետև եթե ես ուզենամ աշխատեմ ու իմ աշխատանքը գնահատվի, թեկուզ գումարային առումով, ես պետք է պահեմ մոտավորապես 100 հատ մարզիկ։ Ես չեմ կարող աշխատեմ 100 մարզիկով ու ունենամ արդյունք եվրոպական մակարդակում, էլի։ Մաքսիմում պետք է պահեմ 5 մարզիկ, որը որ ինձ գումարային առումով հաստատ ձեռ չի տա։ Նույնը վստահ եմ ընկեր Հրաչի հետ կապված, ուղղակի ընկերաչը դեռ շարունակում է նվիրյալ է, էլի։ Այսինքն ես ինչ հիշում եմ ինձ 12-13 տարեկանից, նույնիսկ չէ, 11-12 տարեկանից, երբ մենք մեր առաջին փոխեցինք, ինքը շատ նվիրված էր այդ գործին ու չէր նայում այդ, իհարկե մենք շատ փոքր էինք գումարայինից ընդհանրապես տեղեկություն չունենք, բայց ինքը ընդհանրապես չէր նայում, էլի գումարային ինչ-որ բանի իմ կարծիքով, որովհետև եթե նայեր մենք այսօր այդ բաները չենք ունենա, մեդալները չենք ունենա, դժվար ունենայինք, էլի, ու դժվար ընկերաչը ցանկանար շարունակել, որովհետև միայն ես էինք, եղբայրս 3 հոգի երևի, 3-4 հոգի մարսան ունեինք, էլի այդ ժամանակ։ Իհարկե միշտ մենք հրավերներ ենք ունեցել, օրինակ 2012-13 թվականին մեզ հրավիրում էին Գերմանիայի դրոշի տակ մասնակցելու, հրաժարվեցինք ես ու եղբայրս 2016-15 թվականներին մեզ հրավիրում էին հարևան Թուրքիայի ոչ թե դրոշի տակ մասնակցելու, այլ ակումբներից մեկում պարապելու, որպեսզի նրանց երեխաները տեսնեն, թե ոնց ենք մենք մարզվում, ինչ ենք կարողանում անել։ Այո, փորձով կիսվենք, կրկին հրաժարվեցինք, իհարկե պատճառները չասեմ ինչի հրաժարվեցինք։ Թուրքիան հասկանալի է, բայց մյուս առաջարկի դեպքում չկա ափսոսանք, ինչու չընդունեցին։ Ընդհանրապես չկա ափսոսանք, ինչ կատարել ենք, մենք միշտ երազել ենք, որ Հայաստանի դրոշը պետք է մենք ներկայացնենք օլիմպիական խաղերին։ Կրկին մեր երազանքը լիակատար չկատարվեց, բայց մենք արել ենք մեր մաքսիմալը, նույնիսկ երևի մաքսիմալից ինչ-որ միջապ ավելին, որպեսզի դա կատարենք։ Ազատ, եթե ամփոփենք մեր զրույցը, դու մեծ փորձ ունես։ Պարոն Չանդիրյանին մեր մեծ հարգանքները, որը երկար տարիներ նվիրված աշխատել է եւ մինչ այսօր էլ պատրաստում է սաներ։ Ինչ անենք ջրացածկը բարձրացնելու համար Հայաստանում մարզաբազա ունենանք, ոնց անենք, որ մարդիկ ուշադրություն դարձնենք, թե օլիմպիական կոմիտեն, թե նախարարությունը, թե ֆեդերացիան։ Եվ թե անհատ հովանավորները։ Գուցե հետաքրքրում է։ Բացի հովանավորներից կապ չունի ինչ կանգում, ասենք, եթե այս վայրությամբ ջրացածքի մեջ գումարներ տնեն, որպեսզի երեխաներին ինչ-որ մի վարձատրություն տրվի եւ այլն, դա ես չեմ համարում առաջնային հիմնախնդիր, առաջնային հիմնախնդիրը մարզաբազան է։ Մենք չունենք մարզաբազա։ Երբ որ դու չունես ժամանակակից մարզաբազա, դու չունես ապագա, որովհետեւ ժամանակը կանգ չի առնում, այսինքն ժամանակը միշտ առաջ է գնում, եթե դու 80-ական թվականներին ես մնացել, բայց գտնվում ես 21-րդ դարում, 2026 թվականում անհնարին է 80-ական թվականների մարզաբազայով, որը որ արդեն կիսաքանդ վիճակում է, ինչ որ մի բան ակնկալել, էլի, ինչ էլ որ դուք ներկայումս տեսնում եք, դա ուղղակի հրաշք է։ Այսինքն այն ինչ որ կատարվում է ջրացածքում, ինչ որ մի արդյունք, որի մասին որ դուք լսում եք, դա ընդհանրապես հրաշք է, որը որ կատարվել է, էլի, թե աշխատանքային առումով, թե ընդհանրապես արդյունքի առումով։ Առաջնայինը միշտ մարզաբազայի խնդիրն է, երբ որ սկսվի մտածվել մարզաբազայի մասին, այսինքն հստակ գումարներ կդրվի, որպեսզի կառուցվի ինչ-որ հստակ մարզաբազա, թե ջրային ընդհանուր սպորտաձևերի համար։ Ես չեմ խոսում միայն ջրացածքի մասին, եթե կառուցվում է ջրացածքի համար լողավազաններ, կառուցվում է բոլոր ջրային սպորտաձևերի համար բնականաբար։ Չես կարող դրանք տարանջատես, էլի, երբ որ ես գնաց ամենալավ մարզաբազան, որը որ ես տեսել եմ, օրինակ Եվրոպայի առողջության մենք Հայաստանը իհարկե չենք կարող համեմատել Մեծ Բրիտանիայի հետ, բայց կարող ենք համեմատել մեր հարևան պետություններից մեկի հետ, օրինակ Բելարուսիայի հետ, որը որ ընդհանրապես մարզիկ չունի իրեն, նրանց
Մարդիկներում են, բայց նրանց երբեք լուրջ չեն վերաբերվել։ Եվ նրանք երբեք ինչ որ մի մեդալ չեն բերել Եվրոպայի առաջնությունից։ Եթե մենք գնանք այնտեղի մարզաբազաները նայենք ու գանք մեր մոտի մարզաբազան Միակ չեք կարող պատկերացնել, թե դա ինչ տարբերություն դուք կզգաք դրա մեջ, էլի, այսինքն եթե քառակուսի մետրով ասենք, միայն 300 քառակուսի մետր նրանց զալն է, որտեղ որ նրանք պարապում են տարբեր գործիքներով ու տարբեր հնարավորություններով։ Առանձին ջրացատկի համար լողավազան, առանձին լողի համար լողավազան, առանձին ջրագնդակի համար լողավազան, դա ընդհանուր մի կոմպլեքսում։ Ու ոչ թե 1 կամ 2 տրամպլին, այլ 3, 4, 5, 6, 10 տրամպլին մի սպորտ բազայում 2-3 աշտարակացած տարբեր բարձրությունների, որ երեխաները կարողանան պարապեն։ Ներկայիս սպորտ բազաներում գոյություն ունեն բարձր կադրերով տեսախցիկներ, որ ֆիքսում են ամբողջ ցատկը մարզիկի, օլիմպիական մարզիկների մասին է դա միայն խոսքը գնում, այսինքն նրանք ֆիքսում են ցատկի սխալները ու դու կարողանում ես լայվ կադրերով նայել թե որտեղ ես դու սխալվել, որպեսզի ուղղես քո սխալը։ Հայաստանում մարդկային գործոնն է աշխատում։ Աչքի գործոնն է աշխատում, իսկ ինչպես գիտենք, ընկերոջը 30 տարեկան չի, արդեն բավականին տարիքով 50 անց մարդ է եւ դժվար մեկ-մեկ կարող է եւ չնկատել դա։ Բաց թողում։ Այո, բաց թողում անել, բայց որը որ կարող է հիմնախնդիր եւս լինել, էլի, այսինքն սկսում ենք հիմնախնդիրներից սպորտ բազա, գումարներ, ինչպես նաեւ մրցումների հետ կապված տարբեր մանր բաներ, գործիքներ եւ այլն, բավականին շատ խնդիրներ ունենք։ Նորից հիմնախնդրային հաղորդում ունեցանք, ինչպես վերջին շրջանում հաճախ է լինում, բայց հուսանք կհետևեք ջրային մարզաձևերին, օգնություն կցուցաբերեք եւ այսպես չի մնա։ Հուսանք այդպես չի մնա։ Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ։ Կհանդիպենք